Փարաքարի համայնքապետի սպանության գործով արդեն կասկածյալ կա, նրան մոտ 2 ժամ առաջ են ձերբակալել։ Դեռ կեսօրից անանուն աղբյուրները վստահեցնում էին, թե սպանության համար կասկածվում է Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։ Փետրվարին Մերձավանում սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը։ Դուք ընդունում եք մեղադրանքը։ Իրավապահները նրան հայտնաբերել են հենց իր տանը, որտեղ խուզարկությունից հետո Օհանյանին ձեռնաշղթաներ են հագցրել ու տարել։ Կասեք, ինչ կապ ունեք սպանության հետ։ Բաքում տակառի մեջ հայտնաբերել են ձեռնոցներ ու իրեղեն այլ ապացույցներ։ Դեպքի վայրից լրագրող Լիա Սարգսյանը հայտնել է, որ կիսայրված վիճակում են եղել տակառի մեջ եղած իրերը։ Այս տեղեկությունից ժամեր առաջ ներքին գործերի նախարարության խոսնակը վստահեցնում էր. Այս պահին որևէ նորություն չունենք ասելու, բացահայտման աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են։ Սպանության ենթադրյալ հեղինակի կամ պատվիրատուի հայտնաբերման մասին լուրը ոչ հաստատել, ոչ հերքել էր նաև ազգային ժողովի նախագահը։ Պնդել էր միայն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը ոչ թե քաղաքական, այլ վրեժխնդրության հողի վրա է կատարվել։ Ամենայն 99% հավանականությամբ, այո, մինչ անձնային նախապատմություն ունեցող խնդիր է։ Իշխանությունը ողբերգության առաջին իսկ ժամերից առաջ է տանում այն վարկածը, թե Վոլոդիա Գրիգորյանի սպանությամբ հնարավոր է վրեժ լուծել փետրվարին իր ծննդյան օրը սպանված Գրիգոր Օհանյանի համար։ Այդ սպանության գործով հիմա տնային կալանքում է նաև Փարաքարի համայնքապետի եղբայրը։ Ժողովուրդ օրաթերթը նկատել է, որ Վոլոդիա Գրիգորյանը սպանվել է եղբոր Պայքար Գրիգորյանի ծննդյան նախօրեին։ Սպանության գիշերը նա պատրաստվելիս է եղել գնալ եղբորը շնորհավորելու։ Հանրապետությունը ցնցած սպանության 3-րդ օրը առաջին պաշտոնանկություններն են եղել ոստիկանությունում քննչական կոմիտեում։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և քննչական կոմիտեի Արմավիրի վարչության պետ Հրաչյա Ղազարյանը ազատվել են պաշտոնից։ Այսօր Մերձավանի գերեզմանատանը 41-ամյա Վոլոդիա Գրիգորյանի հուղարկավորությունն է եղել։ Արցունքներ, լուր հոգոսներ և ծափահարություններ Փարաքարի համայնքապետի վերջին ճանապարհին։ Լիլիթ Սարգսյան, Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։